Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն հռչակում է 4 հանրապետություն, ձեր գնահատմամբ ինչ է սա նշանակում։ Սրա մասին դեռ պատերազմից առաջ խոսել էր նույն Նիկոլ Փաշինյանի տերերի կողմից Հայաստան գործուղված Արմեն Սարգսյանը, եւ դա նշանակում է, որ Հայաստանը այնինչ ունեցել է, այն ամենը ինչի վրա հիմնվել է, նրանք պետք է փորձեն վերացնեն։ Արցախի մասով նրանց մոտ դա արդեն 80%-ով ստացվել է, միակ բանը հիմա, որ Արցախից մնացել է, դա հիշատակումներն է եւ նրանք փորձում են դա էլ վերացնեն։ Հաջորդը Հայաստանի պատմությունն է, որը փորձում են աղավաղել, ջնջել, նրա մեջ շտկումներ մտցնել։ Մյուս կետը դա սահմանադրությունն է, որի մասին արդեն խոսել են, որ համաձայնվել են, որ պետք է փոխեն սահմանադրությունը եւ Հայաստանի 3-րդ հանրապետության կարևորագույն հիմքը հայ առաքելական եկեղեցին է, որի դեմ ակտիվ պայքար է տանում։ Սա ստացվում է, որ եթե Նիկոլի մոտ ստացվեց հայ առաքելական եկեղեցու դեմ գնալ եւ իր կողմից, այսպես ասած, հաջողություններ արձանագրել, ուրեմն մենք միանշանակ կորցնելու ենք պետությունը եւ հայտնի չի կունենանք 4-րդ հանրապետություն, թե չենք ունենա, բայց որ կորցնելու ենք 3-րդ հանրապետությունը, դա վստահաբար կարող եմ ասել, իսկ հիմնվելով նախորդ 7 տարիների փորձի վրա Նիկոլը միայն քանդում է, նրա մոտ սարքել չի ստացվում, այսինքն մենք կարող ենք վստահ լինել նրա քանդելու ունակությունների վրա, բայց սարքելու վրա եկեք ոչ մի հույս չկապենք, էլի, այսինքն երրորդը կփորձի քանդել, մեծ մասով իր մոտ ստացվել է, մնացել է 1-1.5 հենարան այս պետությանը, իդեմս եկեղեցու, իսկ այդ թե 4-րդը կկարողանա սարքել, թե չէ, կարծում եմ պատասխանը միանշանակ չէ։ Դուք նշեցիք, որ կարծում եք այդ մտքի առաջ քաշման պատճառներից մեկը նաև պատմության փոփոխությունն է, հա, եւ մենք գիտենք, որ 3-րդ հանրապետության հռչակագրում կա հիշատակում Արցախի մասին, կա հայոց ցեղասպանության վերաբերյալ հիշատակում։ Կարելի է համարել, որ հենց թուրքական պահանջների կատարմամբ է, որ Փաշինյանը հայտարարեց 4-րդ հանրապետության հռչակման մասին։ Դե առաջի անգամը չի, որ նա ուղիղ կատարում է Թուրքիայի պահանջը, ասում եմ, նույն սահմանադրության փոփոխությունը եւս խոսում է դրա մասին եւ մնացած իր բոլոր քայլերը առաջին հերթին եւ միայն, ոչ միայն առաջի հերթին, այլ միայն սպասարկում են Թուրքիայի շահերը եւ Հայաստանի շահերի հետ ոչ մի ընդհանուր աղերս չունեն։ Հիմա այս մարդը սпасել նրանից քայլ, որը ի նպաստ Հայաստանի կլինի, դա մեղմ ասած անմտություն է։ Մարդը մի նպատակ ունի, վնաս տա, որքան հնարավոր է շատ վնաս տա Հայաստանի Հանրապետությանը եւ վերջ։ Կա տեսակետ, որ Փաշինյանը թուրքական այս պահանջը 4-րդ հանրապետության հռչակումը պետք է լեգիտիմացնի ընտրությունները եւ այդ ընտրությունները պետք է լինեն արտահերթ, որպեսզի մյուս ուժերը չկարողանան պատրաստվել։ Ինչ կասեք այս մասով։ Դա տեսեք, արտահերթ ընտրությունները միշտ իշխանություններին ձեռնտու են, որովհետև իշխանությունները միշտ պատրաստ են, ունեն գործող գրասենյակներ, նույն ասենք այդ թիմ ղեկավարները, որոնք աշխատում են իրենց համար, պատրաստի գրասենյակ են եւ պատրաստի քարոզիչներ են, իսկ ընդդիմության համար արդեն ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչին նախապատրաստվեն, հետո քարոզարշավի մասով երբ որ ընտրությունները արտահերթ են լինում, ժամկետը ավելի կարճ է, քան հերթականի ժամանակ, այդտեղ էլ է բարդացվում ընդդիմության գործը, որովհետև իշխանությունը ցանկացած պահին կարող է քարոզ անել եւ դրա անունը դնել հանդիպում մեր ժողովրդի հետ։ Նույնը հիմա Էջմիածնում է կատարվում, այնտեղ քաղաքապետի ԺՊ են նշանակել մեր մոտ եւ նա չգիտես ինչու էս վերջին իր 5 տարվա գործունեության մեջ Խոյ համայնքի ղեկավար է եղել, հետո մարզպետ է եղել, հիմա նոր որոշել է, որ պետք է սկսի հանդիպել բնակիչների հետ, խնդիրները լսել, իբր թե այդ խնդիրները չկան, իրանք խնդիր առաջացնողն են թիվ 1, հիմա եկել են այդ խնդիրները լսեն։ Նույնը անելու են արդեն մի քիչ ավելի մեծ մասշտաբի, նույնին գնալու են մեծ մասշտաբի, բայց կգնա արտահերթի թե չէ, կարծում եմ մեծ կախվածություն ունի իր այդ քայլը նախ առաջի հերթին եկեղեցու դեմ գնալու իր արշավի հետագա քայլերի մասով, երկրորդը վաղարշաբաթ խոշորացված համայնքում ընտրությունների մասով։ Այստեղ
հավաքական ընդդիմությունը երկու կռիվ ունի տալու, եթե չի ուզում, որպեսզի Նիկոլը կարողանա վստահաբար գնալ արտահերթ ընտրությունների կամ կարողանա իր ուզածը թելադրել, երկու քայլ ունի անել։ Առաջինը ամեն կերպ թույլ չտալ, որպեսզի նա վեհապարին, չգիտեմ, կտանի կալանք, կփորձի տանել կալանքի կամ կփորձի երկրից դուրս հանել, որևէ նրանից ամեն ինչ սպասելի է, էլի, չգուշակեմ հիմա, այսինքն չխաթարվի եկեղեցու բնականոն կյանքը, դա շատ կարևոր է առաջինը, երկրորդը վաղար շաբաթ խոշորացված համայնքում ընտրություններն են։ Եթե ՔՊ-ի թեկնածուն այնտեղ պարտություն կրի, որը կլինի նրանց համար ջախջախիչ, Նիկոլը չի գնա արտահերթի, որովհետև հենարան չի ունենա, այսինքն Գյումրիում, Փարաքարում, որ ընտրություններ եղան, մարդիկ տեսան եւ համոզվեցին, որ ընտրությունների միջոցով հնարավոր է ՔՊ-ին հաղթել։ Եվ հիմա հերթը էջմիածնեցիներինն է դա ցույց տալու, որ այո, մարդիկ արդեն զզվել են սրանց այդ կամակատարություններից եւ հերթական տես դեպքերը փոխելով փորձեն ՔՊ-ի անունը մաքրեն եւ իրենց համար գալիք դա կլինի արտահերթ թե հերթական խորհրդարանական ընտրությունների համար տես մի փոքր լավ հարթակ նախապատրաստեն։ Տեղի ունեցան ՔՊ վարչության ընտրությունները, չնայած նրան, որ ըստ Փաշինյանի ՔՊ-ում 5-6 վարչապետացու կա, համագումարում բացի Փաշինյանից մյուսները 950 ձայնից ստացան 10 կամ ավել չստացան։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ չնայած Փաշինյանի պնդմանը ՔՊ-ն մարդկուսակցություն է։ Ես ճիշտն ասած այդ դեբիլների կանոնագրքից ընդհանրապես տեղյակ չեմ։ Ինչու եմ ասում դեբիլներ, որովհետև ՔՊ-ում չկա մի մարդ, որը կարողանա գործի ինքը իր կամքով, ինքը իր մտածածով։ Ինչ արեց Փաշինյանը 2018-ին, որպեսզի կարողանա հեշտ կառավարի, հավաքեց իր կողքը սովածներին, նրանց կերակրեց, հիմա այդ կերակրած կոմպրոմատները հավաքել է իր տակը նստել է վրան եւ թող փորձի հանկարծ ու հանկարծ որևէ մեկը լպտալ։ Օրինակ նույն են Հովիկ Աղազարյանը, երբ որ փորձեց, չգիտեմ, ինչ խաղեր էր տալիս, ես այտենց էլ չհասկացա, փորձեց խաղեր տալ, միանգամից նրա հետևից, նրա տղայի հետևից սկսեցին քրեական գործերը արագ աճել, հետո որպես մեղայական ես այս վերջի դեպքը, որ եղավ այդ Գևորգ Պետրոսյանի հետ, կարծում եմ դա էր, որ նա սկսեց արդեն հանրային նորից Նիկոլին պաշտպանել։ Հիմա այդ անողնաշարների խումբը հավաքվել էր ընտրելու իրենց մեջի ամենաանողնաշարին, թե հիմա դա որ մեկը կլիներ մեր համար, հայ ժողովրդի համար ընդհանուր վերցրած Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների բոլոր աշխարհի հայերի համար ոչ մի բան դրանից չի փոխվելու։ Նրանք դա իրենց ներքին տենց ձևական հերթական մի բաններ ցույց տալու համար, որ մենք կանք, մենք շարունակելու ենք աշխատել, բայց իրականում այնտեղ էլ լրագրողները հարցեր էին տալիս բազմաթիվ ՔՊ-ականների, որ ճեղքումներ կան, կլաններ կան, ինձ թվում է նրանք, ովքեր որ այդ Նիկոլի տված փայլափը ոչ թե օգտագործել են այդ պահին կշտանալու համար, այլ շատացնելու համար, լավ հասկանում են, որ Նիկոլի գնալու ժամկետը լրանում է արդեն եւ փորձել են իրանց համար հարթակ ստեղծել, որպեսզի կարողանան իրենք իրանցով առաջ գնան եւ տեղն եկած ժամանակ միգուցե եւ Հովիկ Աղազարյանին եւս 1-2-ը միանան, որոնք կգործեն նույնպես շատ զգուշավոր, որովհետեւ հասկանում են, որ երբ ուզենան կարան դառնան ճաղերի հետևից են կողմ բնակվող մի անձ, որոնց ընդհանրապես sense ժողովրդի լեզվով ասած տուլիկ բերող էլ չի լինելու, բայց պլաններ ունեն հաստատ ՔՊ-ում պառակտումներ կան։ Կրկին ակտիվացել է այսպես կոչված իմպիչմենտի թեման, հարցիր է նորակարգում պահող պատիվ ունեմա Ալեն Սիմոնյանի պահանջով Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագծի վերնագիրը փոխել է եւ այնտեղից հեռացրել է Փաշինյանին անվստահություն հայտնելու բառակապակցությունը։ Այս անգամ սեփական նախագծի վերնագիրը պահել չկարողացող թիմը ձեր գնահատմամբ իրականում ունի իմպիչմենտին միացող ՔՊ-ականներ, որոնց անունները իբր տակտիկական նպատակով չի տալիս։ Տեսեք, այդ թիմը
չունի միանշանակ ԿՊԱ-ականներ չունի, որովհետև հենց նոր ասեցի, Փաշինյանը բոլորին առանց բացառության բոլորին պահում էր ձեռքի տակ, այդ սոված շներին հավաքելա, կերակրելա, ցեպը գցելա վզներին, գցելա ճաղավանդակի մեջ, ուզում է բացա թողում մեկի վրա հաչում են իդեմս, չգիտեմ, Վահագն Ալեքսանյանի օրինակ, հենց պետք է ալնում ցեպից մի քիչ բացա թողում հաչում է, հետո էլի մցնում է բունը կերակրում է, էլի չունեն։ Այդ impeachment նախաձեռնողներին ես խորհուրդ կտամ, եթե ուզում են Փաշինյանի դեմ, նրան թուլացնելու դեմ ռեալ քայլեր անեն, Վաղարշապատ համայնքում նոր նշեցի նոյեմբերի 16-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են լինելու։ Եկեք համայնքից գտեք արժանի թեկնածու մեկին, առաջադրեք որ համայնքի ղեկավարի պաշտոնում հավաքեք, չգիտեմ, 10%, 20%, միացեք մյուս թեկնածուներին եւ ի ցույց դրեք ամբողջ Հայաստանին, որ այնտեղ ԿՊ-ն չկարողացավ հաղթել։ Դրանով դուք ավելի կթուլացնեք Փաշինյանին, քան թե առավոտից գիշեր կրկնելով, որ մենք impeachment-ի միջոցով կարող ենք հեռացնել Փաշինյանին, մենք ունենք ԿՊԱ-ականներ, որոնք մեր կողքին են ու այտենց էլ չտեսանք, ոնց որ նման արտահայտություն արագարակ կրկնում էր հանրապետական անցյալ ունեցող Սուրեն Պետրոսյան, եթե չեմ սխալվում, որ Բագրատ Սրբազանի հետ ակտիվ քայլում էր, հետո Եսիմուր կորավ, հայտնվեց այդտեղ են մի խոսքով։ Հիշեցնեմ, ինքը անընդհատ կրկնում էր, որ արդեն կան ԿՊԱ-ականներ, որոնց հետ իրենք պայմանավորվածություն ունեն, այդ ԿՊԱ-ականներն են անգամ իրենց զանգում, որ գան միանան, ու տենց այդ սրբազան շարժումը գնալով բավականին մարեց, իսկ Սուրեն Պետրոսյանը հայտնվեց, չգիտեմ, եսին որտեղ, տենց էլ այդ ԿՊԱ-ականներին չտեսանք։ Հիմա նույնը անում են impeachment նախաձեռնողները, կրկնում են, որ կան ԿՊԱ-ականներ։ Մի հոգու անվան առաջի տառը կարելի է ասենց մի փոքր կհուշեք գոնե էլի, որ իմանանք ում մասին է խոսքը, մենք էլ կարողանանք որպես օրինակ ցույց տալ մնացած ԿՊԱ-ականներին, ասելով, որ տեսեք, այս մարդը եկել է, միացել է, ոչ մի վտանգավոր բան չկա, ձեզի չեն դրա համար ոչ մի վատ բան անի, եկեք հանգիստ միացեք այս նախագծին։ Բայց ես կարծում եմ յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է, որ դա չկա եւ դա հորինվածք է, չեմ էլ ուզում հետ գնամ նորից մանրանամ, թե ինչի համար է հորինված, ես ուղղակի նրանց հորդորում եմ, ասում եմ, եթե ուզում եք Նիկոլին լուրջ վնաս տալ, հերթական կլինի, թե արտահերթ ընտրություններից առաջ, եկեք Էջմիածնում մի հատ լավ թեկնածու գտեք ձեր համար եւ փորձեք մասնակցել ընտրություններին։ Դուք խոսում եք Էջմիածնի ընտրությունների մասին եւ արդեն հասկանալի է, որ Էջմիածնի ընտրությունները փորձաքար են ընդդիմության եւ իշխանության համար եւս։ Իշխանությունը այստեղ բերել է տեխնացու, որպեսզի հնարավորինս քիչ կապվի ԿՊ-ի հետ եւ շեշտը դնում են այդ տեխնացուի հոր ազատամարտիկ լինելու վրա։ Կարծում եք կկարողանան մարդկանց մոլորեցնել եւ ստանալ ժողովրդի վստահության քվեն այս կերպ։ Տեսեք, այս մարդուն չկապել ԿՊ-ի հետ, դա մի քիչ անհնար է, որովհետև ԿՊ-ն վերջի 7 տարում ինչքան ազատ պաշտոն է ունեցել, տվյալ ձեր կողմից նշված անձին բերել այդտեղ նշանակել են, չգիտեմ, իր կամոք թե իր կամքից դուրս, բայց անընդհատ պաշտոնից պաշտոն, տենց երևի ամենաերկար կառավարումը 365 օրը չի լրացել իր, էլի, անընդհատ միտեղից միտեղ են տարել, ես բազմաթիվ անգամ այդ հարցը ուղղել եմ, ասում եմ, ինչքանով է վստահ այստեղ են, որ վաղը չեմիսորը իրանց տեղից չեն, մինչև ընտրությունների մասին է խոսքը անգամ, եթե ինքը այս տեմպերով գնաց եւ չկարողացավ արդարացնել սպասելիքները, ինչը հիմա չի կարողանում անել փաստացի, չկարողացնալով արդարացնել սպասելիքները, իրան փոխ են մեկել, ասենք տեխնացուն փոխվեց, ԿՊ-ի ինքը չի, ինքը ինչ էր էսովա նորից դուրս գալու փողոց, լավ, մարզպետից բերեցին համայնքի ղեկավարի ԺՊ, որը բոլոր շանսերը ունի, ավելի մեծ շանսեր ունի չընտրվելու որպես համայնքի ղեկավար, քան թե ընտրվելու։ Դա մեկ, ինչ վերաբերվում է նրա ազատամարտիկի որդի լինելու։ Ես շատ լավ ճանաչում եմ իր ընտանիքին, շատ մեծ հարգանք ունեմ Մեխակ Մեխակյանի հանդեպ ու մի հարց եմ ուզում տալ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ճանաչում են Մեխակ Մեխակյանին։ Հիմա տեսեք, ես լինելով ընդդիմադիր դաշտում եւ այդ մարդու հետ չունենալով ոչ մի ընդհանուր բան բացի հայրենիքը, ես անընդհատ փորձում եմ իմ հարցազրույցներում, իմ խոսքում, որտեղ հնարավոր է, որտեղ կարող եմ բարձրաձայնել եւ ունենալ անգամ 5 հոգանոց լսարան, հիշեցնում եմ, որ կա Արցախ, Արցախում կա Մեխակավան, Արցախում կա Մեխակասար, որը Մեխակ Մեխակյանի անունով է, նրա պատվին է կոչվել,
եւ որը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, ում կողքը կանգնած է հիմա Արգիշտի Մեխակյանը, եւ նրանց թեզը այն է, որ ոչ միտեղ հանկարծ չբարձրաձայնեք, որ Արցախ կա։ Այդ բառը հանկարծ ոչ միտեղ չասեք, որտեղ Ալիևը կարող է ջղայնանա, տենց հերթով սաղից կտսնի մի 5 հատ։ Հիմա ով է ավելի շատ պաշտպանում Մեխակյանի եւ նրա անցած ուղին։ Ես, չունենալով ոչ մի կապ այդ անձի հետ, թե նրա որդին, ով նորից եմ կրկնում, կանգնած է մի մարդու կողքին, որ հերիք չի մի ստորագրությամբ հանձնեց այդ լերը, որը երկար ժամանակ չկարողացավ թշնամին զենքի միջոցով գրավել, բայց Փաշինյանը մի ստորագրությամբ դա հանձնեց թշնամուն, թե նա։ Սա շատ կարևոր հարց է, բոլոր հարազատներին եմ ուղղում, ովքեր որ մտածում են, որ դե մեր Մեխակի տղենա, խոսք կա տենց էլի, Էջմիածնում, մեր Մեխակի տղենա, բոլոր ասողներին ես ուղղում եմ այս հարցը էլի։